Մոտ 100,000 ԱՄՆ դոլար արժեքով ազգային ժողովի հայտնի սրճարանի ճեմուղու մի մասը փորվել է, ազգային ժողովի նոր վերելակը դրսում է լինելու։ Հոկտեմբերի 23-ին կառավարության նիստում չզեկուցվող հարցերի ցանկում կառավարությունը որոշում է կայացրել ազգային ժողովի շենքում նոր արտաքին վերելակ տեղադրելու մասին։ Ըստ որոշման հիմնավորումների ազգային ժողովի նիստերի դահլիճի եւ դրան հրակից տարածքների, ազգային ժողովի պատգամավորների, հրավիրված անձանց եւ այլ անձանց հասանելիությունը ներկայումս ապահովում է վարչական շենքի ներսով, հատելով բազմաթիվ միջանցքներ եւ աստիճանավանդակներ, ինչը հաճախ պատճառ է հանդիսանում միջանցքներում կուտակումների եւ մարդկանց տեղաշարժման հետ կապված խնդիրների առաջացման, ինչն էլ հաճախ պատճառ է հանդիսանում ԱԺ վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացին։ Ազգային ժողովի շենքում նոր արտաքին վերելակ կառուցելու համար տրամադրվել է 26 միլիոն դրամ։ Այս գումարը ազգային ժողովին կտրամադրվի Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով ազգային ժողովի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելով։ Արմլուրի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ սրճարանին կից սկսվել է արտաքին վերելակի կառուցման աշխատանքները, սակայն թե այդ վերելակը դեպի ուր է բարձրանալու հարցական է, քանի որ ըստ ամենայնի պետք է ԱԺ շենքի նիստերի դահլիճին հարող ֆոյեի պատուհանները հեռացվեն, պատերը քանդվեն։ ԱԺ նոր վերելակն ըստ ամենայնի պետական պաշտոնյաներին վարչապետից մինչև նախարար լրագրողներից ավելի հեշտ փախչելու տարբերակ է առաջարկելու։